Ողջույններս հայրենակիցներ հարգելի, մտահոգիչ է ինչ է տեղի ունենում աշխարհում, սկսենք մեր հայրենիքից, մեր երկրից, թե ինչ է տեղի ունենում, տեղի ունեցել և պիտի տեղի ունենա գալիքում։ Մինչ այս ասեմ, որ Սուրբ Հոգին վերհիշեցրել է, թե ինչ է տեղի ունենում և ինչ պիտի տեղի ունենա գալիքում։ Սկսենք նրանից, տեսեք, ամբողջ աշխարհում խաղաղություն են քարոզում, վստահեցնում, համերաշխություն են քարոզում, բարեկեցություն են քարոզում և քաղցր նման բաներ, որի համար ոչ մի ռեսուրս, հնարավորություն, պատճառներ չկան, ընդ որում, որքան էլ որ զարմանալի լինի, հենց այդ խաղաղություն քարոզողները, այդ օրակարգը բերողներն են, որ քննում ես, ստացվում է իրանք են հիմնական պատճառները, որ այս աշխարհում այս խառնաշփոթությունը, այս հակամարտությունները, այս ցեղասպանությունները, այս պատերազմները լինում են։ Հիմնականում իրանք են պատճառն են պատճառը։ Եվ տեսեք, հետո ես Աստվածաշնչից կմեկնաբանեմ ըստ Աստծո խոսքի հիման վրա, բայց հիմա էլ նշեմ, որ Աստվածաշնչում ինչպես է մեկնաբանում, ու առանց Աստծո խոսքի ու առանց Սուրբ Հոգու օգնությամբ հնարավոր չէ պատկերացնել այդ ամենը, որովհետև միայն Աստվածաշնչում է գրած այդ ամեն գալիքը, պատկերավոր թե ինչպես պիտի տեղի ունենա, ինչի համար պիտի տեղի ունենա և ինչ ավարտ պիտի ունենա, հենց Աստծո խոսքով են կարողանում այդ ամենը պատկերացրել։ Նորից եմ կրկնում, տեսեք, ոչ թե կարծես թե, այլ անկասկած վստահ ինչ-որ մեկը փորձում է ամբողջ աշխարհը միացնել իրար, ընդ որում ամբողջ աշխարհը ամբողջությամբ խառնաշփոթ է հենց հիմնականում այդ ուժերի կողմից, և դա միայն դա ծածկված անտեսանելի ուժ է, դրա համար իրանց մոտ դա ստացվում է, հակառակ դեպքում չեն կարող անել, և միայն Աստծո խոսքով հնարավոր է բացահայտել այդ ուժերը Աստծո շնորհիվ, Սուրբ Հոգու շնորհիվ։ Տեսենք, հենց այդ ուժերն են այս ամեն խառնաշփոթությունները ստեղծում, մենք հետո կփորձենք բացահայտել, բայց փաստը նա է, որ ինչ-որ մեկը ուզում է ամբողջ աշխարհը միացնել, ինչպես հնարավոր է դա անել։ Տեսեք, ժողովուրդ ջան, միայն կրոնն է, որ բաժանում է աշխարհը իրարից, ազգերը իրարից, այսինքն միայն խանգարող հանգամանքը դա կրոնն է, որովհետև հիմնականում կրոնն է պատճառը, որ օրինակ եթե 2-3 ազգեր տեսնում ենք, որ նույն կրոնի մաս են, բնականաբար իրար հետ շփվում են, բարեկամություն են անում, օրինակ քրիստոնյան քրիստոնյայի հետ, բնականաբար ինչպես որ կրոնը պատճառ է բարեկամության, իրար հետ համագործակցության, մտերմության, նույնպես կրոնն է հիմնականում պատճառը երկրում կոնֆլիկտների, պրոբլեմների, հակասությունների, թշնամությունների, պատերազմների, մենք վկայենք տենում ենք, օրինակ մուսուլմանությունը և քրիստոնեությունը, դա փաստ է։ Բնականաբար, տեսեք, սատանան ինչպես է աշխատում, և բնականաբար, որպեսզի այդ ամենը իրար միացնի, ամբողջ աշխարհը իրար միացնի, իսկ մենք Աստվածաշնչում գիտենք, տեղեկացնում է Աստծո խոսքը, որ սատանան աշխարհի զգալի մասը միավորելու է, և դա հնարավոր չի արած առանց կրոնի միասնության։ Եվ ինչ է անում սատանան։ Բնականաբար ավետարանը մեզ ցույց է տալիս, հուշում է, որ հնարավոր չի Աստված միավորվի սատանին, հնարավոր չի Աստծո ժողովուրդը խառնվեն սատանայի ժողովրդի հետ։ Բնականաբար սա ի սկզբանե էլ աշխարհի պատմության ողջ ընթացքում պատերազմը գնում է հոգևոր դաշտում, հոգևոր ոլորտում, և այս ամենը ինչ որ տեղի ունենում, դա պատճառը կրոնն է։ Մենք որպես քրիստոնյա գոնե հասկանում ենք
քրիստոնեական կյանքը ապրելը ինչպիսի հատուցում ու վճար է պահանջում։ Եվ ինչ է անում սատանան։ Փաստորեն դա միայն հնարավոր է Աստծո խոսքով բացահայտել եւ Սուրբ Հոգու շնորհքով։ Սատանան անելու է ու հիմա փորձում է ամբողջ աշխարհի կրոնները միացնել։ Նա միակ կրոն է ստեղծելու։ Եվ դա հենց սատանայի կրոնն է։ Բնականաբար նա մուսուլմանություն, հուդայիզմ, քրիստոնեություն ներկայացնելու է, որ բոլորը մեկ Աստծուն են պաշտելու։ Բոլորը մեկ Աստծուն են պաշտում, դա մեկ կրոն է եւ այլը։ Եվ շատ քրիստոնյաներ բացահայտում են այդ սատանայական ծրագիրը, ներկայացնում են, որ հիմնականում համապատասխանում է իրականությանը։ Հիմա դա այդ է անում, ինչը որ հիմա մենք վկա ենք Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված, եւ չես հասկանում, թե զարմանք, թե անհասկանալի երևույթ, ով եկեղեցու դեմ է դուրս գալիս, բնականաբար իրանց հետևում օժեր են, այդ օժերն են, որի մասին խոսում եմ, եւ դա է ինքը անում, եւ սա պատահական չէ, որ մուսուլմանական աշխարհի հետ այսպիսի բարեկամական փորձեր, այսպիսի հարաբերություն ջերմ, բայց մենք տեսնում ենք, որ սատանան ոնց է ծաղրում մարդկությանը։ Սա մարդկության ընտրությունն է, սիրելի հայրենակիցներ, սա ես որ ասում եմ մեր, այսօր դեպք ա եղել, ես ասում եմ հայը իր կերպարը կորցրել է, ասում է դե որ դու հայ ես ասում, բոլորին ես ասում, ես իհարկե բոլորին չեմ ասում, ես նրանց եմ ասում, որ հայը, որը ներկայանում է ինքը հայ է ներկայանում, բայց ինքը այդ կերպարը կորցրած է, այդ եթե հայը պիտի լինի, եթե հայը պիտի անսուրբանա, ինչպես կարող ես դու համ քեզ հայ ասել, համ իրան հայ ասել։ Բնականաբար ինչ որ մի տարանջատում կա։ Սա այս հոգևոր պատերազմն է, որը ի սկզբանե տեղի է ունենում։ Հիմա ինչ է անում սատանան։ Սատանան այդ կրոնները փորձում է սաղմիացնել իրար եւ ասել, եւ պատահական չի, որ հենց մեր առաքելական եկեղեցին այս պահին դարձավ չափանիշները իջավ։ Ում համար չափանիշները իջավ։ Մեր առաքելական եկեղեցին բնականաբար սատանայի ուժերի համար, բնականաբար ինչ որ մեկի համար հարմար չի, խանգարող բոլոր միջոցները իրանք հանելու են, փորձում են հանեն եւ իրանց համակարգը, իրանց սիստեմը ձևավորեն, առաջ քաշեն։ Հիմա ես, քանի որ առաքելական եկեղեցուն անդրադարձա, հայրենակիցներ հարգելի, ես կուզեմ դրան անդրադառնալ։ Անձամբ ես առաքելական եկեղեցուն համարում եմ որպես հայ ազգի ավելի շատ պատմության հետ կապող, պատմությունը ներկայացնող, մշակույթը ներկայացնող եւ շատ արժեքներ, որը որ ես խոստովանում եմ, որ հայ ազգը միավորելու գործում մեծ դեր ունի, եւ շատ տեղ եմ տալիս առաքելական եկեղեցուն, բայց ես չեմ ասի, որ առաքելական եկեղեցին Աստծո եկեղեցի չի, բայց Աստծո եկեղեցին ամենից վեր է, ամենից բարձր է, եւ ըստ Աստծո խոսքի, ես ըստ Աստծո խոսքի կարող եմ ասել, Աստծո եկեղեցի է, թե չէ, որովհետեւ այն մարդը, որը որ Աստծո խոսքին համահունչ է ապրում, նա ես համարում եմ Աստծո եկեղեցի, բայց դե Աստծո խոսքով համահունչ ով է ապրում, դա ըստ Աստծո խոսքի կարող ենք մենք համարել։
Հիմա եթե ես ասեմ առաքելական եկեղեցին, ես ավելի շատ համարում եմ ազգային, հայի ներկայացնող, հայի պատմությունը միավորող ուժը, արժեքները, մշակույթը ներկայացնող մարմին, քան թե Աստծո եկեղեցի, ինչ որ մեկը դուրը չի գա եւ սխալ կհասկանա։ Հիմա բայց ես ասեմ ինչու։ Հիմա շատ մարդկանց հետ, երբ որ Աստծո խոսքը փորձում ես խոսել, ասում են, գիտեք, մենք առաքելական եկեղեցու հետևորդներն ենք։ Այսինքն առաքելական եկեղեցու հետևորդը ստացվում է, որ Աստծո խոսքին հետևող չի, կամ Աստծո խոսքին հետևելու վերաբերյալ պիտի նահանջանի ինչ որ հանուն առաքելական եկեղեցու հետևորդ լինելու համար։ Հիմա ես առաքելական եկեղեցու հետևորդ, այդ հետևորդն, որ առաքելական եկեղեցու հետևում թաքնում են, հիմա ես դրանց եմ ասում, սատանան անձամբ առաքելական եկեղեցու վրա, ասինքն այդ մարմնի վրա հարձակվել է։ Հիմա դու ինչ ես անում, կամ ինչ կարող ես անել, ոչ մի բան էլ չես կարող անել դու։ Այ տենց միշտ էլ տեղդ նստած, սկի քո տեղը ոչ մեկը չի էլ իմանալու։ Ինչ է ստացվում, սատանան հարձակվել է, համարում ենք Աստծո եկեղեցի է, առաքելական եկեղեցին, սատանան հարձակվել է Աստծո եկեղեցու վրա։ Սատանի դեմ հնարավոր է միայն պայքարել ու պարտության մատնել Աստծո խոսքի միջոցով։ Իսկ եթե դու Աստծո խոսքը չունես ու թաքնվում ես առաքելական եկեղեցու հետևում, բնականաբար դու Աստծո եկեղեցի չես։ Ստացվում է, որ այդ մարդիկ, եթե առաքելական եկեղեցին առաջնորդում է, որ լինեն ձեզ նմաններ, ուրեմն խնդիր կա առաքելական եկեղեցում։ Հիմա ես վերջում տեղի ունեցած մի հատ դեպք եմ ուզում պատմեմ, եւ անշուշտ այս դեպքը ամենուր է ու ամենքի տարածված է, ու հիմնականում այս կարգավիճակում մարդիկ են։ Վերջերքս մի աղջկա եմ պատահել եւ նրա հետ շփման ընթացքում ինքը ասաց, որ ինքը քահանայի որ աղջիկ է։ Ես հասկացա, դե պատկերացրի շատ բան, եւ երբ որ մենք խոսեցինք, բնականաբար ես էլ որպես քրիստոնյա ներկայացա, որ ես էլ եմ Աստծուն հավատում, ավետարանին հավատում, եւ երբ որ մենք խոսեցինք, շփվեցինք, մեր երկրում տեղի ունեցող անցուդարձին եկանք եւ խոսքը վերաբերվեց այս սատանայական իշխանություններին եւ вообще Արցախի վերաբերյալ ինչ որ տեղի է ունեցել բան մեր վերջի դժբախտությունների հետ կապված, եւ ես մի հատ բան ասացի, գիտես, ասեցի, մենք այդ դժվարություններին պիտի մեզ համարենք որպես Հովսեփը, այսինքն մեզ դավաճանեցին, մեզ ծախեցին, բայց Աստված մեզ չի թողնելու, Աստված ընդհակառակը մեզ օգտագործելու է։ Երբ որ ես ասեցի Աստված մեզ չի թողնելու, ինքը կարծես թե լավ չհասկացավ, ինքը այլ բան ասեց, ուրիշ բան ասեց, ես նորից կրկնեցի, ասեցի անկախ ամեն ինչից, թե ինչ ա մեզ հետ կատարվել, մենք որպես Հովսեփներ, անկախ նրանից ինչ կատեգորի մեզ դավաճանեցին, մենք որպես Հովսեփներ Աստված մեզ փրկելու է։ Երբ որ ես ասեցի փրկելու է, անմիջապես այդ աղջիկը ասեց, գիտեք, ես չեմ հավատում իմ փրկությանը։ Ասեցի ինչու։ Ասեց դե փրկության համար պիտի մեղքերից հրաժարվես, մենք շատ մեղավոր կյանք ենք ապրում, ապաշխարես։ Ես էլ ասեցի բնականաբար այդ միշտ էլ մեղքը եղել է, մենք պիտի հրաժարվենք ու ընտրություն անենք, փրկությունը այդպես անհավանական չի, այսինքն հավանական է, դա մեր խնդիրն է, մեր ընտրությունն է։ Եվ իրան վերաբերմունքից ես հասկացա, որ ինքը իսկապես որ չի հավատում փրկությանը, եւ ինքը շարունակեց, ասեց պիտի
քեզ հովիվ լինի, թե ինչ լինի, քահանա լինի, որպեսզի խոստովանես, այսինքն սփրկությունը կապես քահանայի հետ, որ խոստովանես, որպեսզի փրկվես։ Ես որ սենց փորձեցի, նույնիսկ այդ պահին մի անգամից եկավ մի հատ թակարդի պատմություն, ասինքն մարդը նենց խճճված է, իր մտքում բան խառնված, որ ինքը չի կարող պատկերացնել այդ փորձությունը, եւ ընդհանրապես սա չար հոգու ստեղծածն է, որ մարդին խափում է, եւ սա ուսմունք է, սա վարդապետություն, սա կեղծ վարդապետություն է, ուսմունք է, որ մարդին խափում է, իր համար սենց զամկնուտի կրուգ է ստեղծում, սենց կոմնատ է, որ բանտի մեջ, որ ինքը չպատկերացնի իր փրկությունը, հասկանում եք ինչի մասին է խոսքը, հայրենակիցներ, սա սատանայի ստեղծած, եթե առաքելական եկեղեցին այդպես է ուսուցանում, ուրեմն դա Աստծուց չի, միթե ավետարանը անհավանական է համարել փրկությունը։ Ես գիտեք ինչ ասեցի այդ աղջկան, ասեցի մինչև քահանա ճարելը մարդը պիտի ընտրություն անի Աստծուն ընդունելու համար, Աստծու փրկությունը ընդունելու համար, եւ այդ ժամանակ այդ է կարևորը, մնացածը Աստված է ինքը առաջնորդում, բայց ինքը մինչև իր ընտրությունը տեսավ քահանա լինելու բանը, եթե դու չես ընտրություն չես անում Աստծո ճանապարհը, իմաստը ո՞րն է քահանա լինելը, ահա այս վիճակում են հայտնված մարդիկ խաբեության մեջ, այսինքն մարդիկ ընտրություն չեն կատարել Աստծո ճանապարհը ընտրելու համար, բայց իրանք մտածում են, համարում են, իրանց այդպես եթե ուսուցանում են, դա սուտություն է, դա սատանայի ստեղծածն է, այսինքն մարդը չի ընտրել Աստծո ճանապարհը գնալու համար, բայց ինքը համարել է, որ իրան պետք է քահանա, սա խաբեություն է, ժողովուրդ, հայրենակիցներ, հենց ավետարանը քանդում է այդ սուտ վարդապետությունը, այդ ուսմունքը։ Ես անձամբ աջակցում եմ առաքելական եկեղեցուն մեր ազգի հետ կապված, մեր ազգը միաբանող բոլոր պատճառները, բոլոր գործունեությունները, բայց որ ասեմ սա Աստծո ուսմունք է, դա այդպես չէ։ Հակառակ դեպքում, սիրելի հայրենակիցներ, դուք անձամբ կտեսնեք, որ նման զորությունով սատանայի դեմը պարտություն է լինելու։ Եթե այդպես է, այդ մարդը, այդ մարմինը չի կարողանալու սատանային հաղթի։ Գիտեք, այնպիսի տպավորություն է, որ այս սատանայական իշխանությունը մխրճված է այս կրոնի մեջ, եւ բնականաբար այդպես էլ կա, եւ այնպիսի տպավորություն է, որ իրանք լավ էլ համագործակցում են, թե չէ փողոցայինը ինչու պիտի կարողանա խառնվի հոգևոր կյանքի ընթացքի մեջ, հոգևոր հարցեր քննարկի։ Նորից եմ նշում, եթե ասենք առաքելական եկեղեցին այդպես է ուսուցանում, որ մարդը մինչև ընտրություն, Աստծո ճանապարհը ընտրություն կատարելու պետք է քահանա ընտրի, դա սուտ է, դա սխալ ուսմունք է, ու ոչ մեկը այսպես չի խոստովանելու, որ այո, առաքելական եկեղեցին այդպիսի ուսմունք է սովորեցնում, քարոզում, իսկ եթե առաքելական եկեղեցին այդ հետևորդներն է, որոնք մինչև Աստծո ճանապարհը ընտրելու, Աստծո ճանապարհը գնալու, ընտրություն անելու համար քահանա է ընտրել, ուրեմն այդ եկեղեցին սատանային պարտվելու է, որովհետև սատանան այս պահին ինչ է անում, քանդում է բոլոր ազգերը,
ազգեր առանձնացնող միջոցները, կառույցները, հանգամանքները, ինքը քանդումա աշխարհը միավորելու համար, իրան սատանայական թագավորություն ստեղծելու համար, ների թագավորությունը, դրա համար ինքը պետքա ազգերը առանձնացնող այդ սաղ համակարգը քանդի։ Այսօր այդ պատերազմն է գնում, այսօր դա է անում սատանան Հայաստանում, որպեսզի մեր հայ ազգը առանձնացնող, մեր հայ ազգը ներկայացնող, առանձնացնող այդ ուժը քանդի։ Անկախ նրանից դա առաքելական եկեղեցին կլինի, ցանկացած երևույթ ինքը քանդելու է, որպեսզի սաղ ազգերի միացնի մեկ կրոնի տակ։ Բնականաբար ինքը քրիստոնեությունը, քրիստոնեական կրոնը պիտի ձևափոխի իրան համապատասխան, իր համակարգի համապատասխան, իր արժեքների համապատասխան կառույց սարքի սատանայական, որպեսզի սատանան իր բոլոր ծրագրերը իրականացնի։ Եթե մենք հայերս համարվում ենք քրիստոնյա ու պիտի այդքանը թույլ տանք, տենա կտեսնենք անձամբ ըստ Աստծո խոսքի Հիսուսը ասել է սատանան սատանային չի կարող հանել, սատանայի դեմ պետք է Սուրբ Հոգու ուժը հաղթելու համար, եւ հակառակ դեպքում պիտի պարտվի սատանային եւ խոնարհվի սատանային։ Հիմա սա է տեղի ունենում Հայաստանում, մեր հայրենիքում։ Միայննշանակ ես դեմ չեմ առաքելական եկեղեցուն, աջակցում եմ, բայց ասում եմ սատանան ինչ մակարդակի վրա որ գործում է, առաքելական եկեղեցին գտնում եմ, որ չի կարող դեմը հակառակվի կամ դեմը առնի։ Ես համարում եմ, որ սատանային միայն հնարավոր է Աստծո խոսքով, Աստծո զորությունով հաղթել, եւ եթե սատանան այս ամենը իրականացնի, կտեսնենք ինչքան որ մարդկությունը հանդուրժի, ինչքան որ հետ քայլանի, այնքան սատանան իր գործը առաջատանելու։ Եվ ինչքանը որ սատանան աշխարհում այդպիսի եկեղեցի ձևավորի, նույն համընթացել եւ ավելին Աստվածը իր իսկական եկեղեցուն օգտագործելու, Աստծո փառքը տարածելու աշխարհում, ինչպես որ սատանայական եկեղեցի ստեղծելու, սատանայական գործը առաջ տանելու, այնպես էլ Աստվածը իր եկեղեցու, իր մարդկանց միջոցով Աստծո գործը երկրում, երկրագնդում տարածելու ու Աստծուն փառավորելու համար։ Եվ ասեմ, որ այս սատանայի գործականները, որոնք ներկայում գործում են Հայաստանի Հանրապետությունում, այս սատանայի իշխանությունը, իրանք լավ գերազանց իմանում են ընդհանուրի թուլությունը, թե առանձին վերցրած մարդկանց հասարակության, թե առանձին վերցրած առաքելական եկեղեցու, նրանք գերազանց տիրապետում են այդ ամենին, գիտեն ինչին կպնեն, որ ինչին հասնեն, իրենց նպատակին, եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի հետ կապված նույն բանն է տեղի ունենում Իրանի շուրջ։ Տեսեք, Իրանն ու Իսրայելը հիմա հակամարտության մեջ են, շատերը տեղյակ չեն դա այդ որտեղից է իրանց հակամարտությունը որտեղից է գալիս, որ ժամանակներից է, ինչ պատճառներից է, եւ ընդհանրապես սա հիմնականում համենայն դեպս նաեւ կապված է մեզ հետ, որ մենք մինչև հիմա չէինք հասկանում, ես երբ որ ասում եմ մենք, նկատի ունեմ բոլորս միասին, ես ինձ միացնում եմ հայ ազգի հետ, որ մենք
Տեղյակ չենք ինչա կատարվում աշխարհում մեր շուրջ, ինչի համար է կատարվում։ Ես որ ասում եմ մենք, ես առանձին վաղուց էի իմանում, տեղյակ էի, բայց համընդհանուր առումով, բերումով մենք չէինք հասկանում, որ մենք որպես քրիստոնյա ընտրված ենք նրա համար, որ ամբողջ աշխարհում Աստծո լույսը տարածենք մեր շրջապատի, մեր շուրջ պետությունների համար, որոնք որ խավարում են գտնվում։ Մենք քրիստոնյա դրա համար ենք ընտրված, բայց մենք դառանք ընդամենը անունով քրիստոնյա եւ այդ պաշտոնը չհաջողեցինք։ Ահա ինչի համար եմ ասում մենք ազգովի պաշտոնը չհաջողեցինք, մեզ էր տրված, որպեսզի խավարը ճեղքենք եւ լույսը տարածենք, բայց դրանում մենք չհաջողվեցինք։ Եվ հիմա կտեսնենք ինչ է տեղի ունենում աշխարհում, Աստվածաշնչում հայտնությունում գրված է, որ հենց մարդկության թույլտվության պատճառով է, որ այդ բարկության գավաթները լսվում է երկրի վրա հերթով, այդ կնիկները բացվում է, դա հենց մարդկության չարին ընտրելու պատճառով է։ Դա ոչ թե Աստված է անում, այլ մարդիկ են այդ չար հոգիներին թույլ տալիս, որ գան իրանց հայրենիքը, իրանց տները, իրանց միջավայրը։ Ես որպես արցախցի ավելի լավ այսպես ասեմ, որ մենք արցախցիներս չէինք հասկանում, թե ինչի համար է Աստված 90-ական թվականներին այդ հաղթանակը տվել եւ ցավալիորեն այն հաղթող սերունդը, որը պատերազմում պարտության մատնեց, թշնամուն մեծ փորձությունների առաջ կանգնեց եւ նրանք նաեւ չհասկացան, որ Աստված այդ ամեն հաղթությունը տվել է նրա համար, որպեսզի Հիսուսի ծրագիրը իրականանա աշխարհում։ Եվ ինչքան էլ եւ փաստը այն է, որ Աստված որոշակի ժամանակ տվեց մեզ այդ ընտրությունը կատարելու համար, բայց այդ բոլոր տրված ժամանակները մենք արհամարհեցինք։ Որպեսզի պարզաբանեմ ասածս, տեսեք ժողովուրդ, Իսրայելը սկզբից Աստծո կողմից ստեղծված ժողովուրդ էր։ Աստված նրա համար ավետյաց երկիս խոստացավ, բայց նրանք մերժեցին, ապստամբեցին եւ մինչեւ անգամ եկավ նրան հասավ, որ Հիսուսը որպես Աստծո որդի իրանց ազգում ծնվեց եւ որպես Աստծո փրկությունը բերի այդ ժողովրդին, բայց Աստծո ծրագիրը սատանան նրան փորձեց կանգնեցնել, այսինքն այդ ազգը չընդունեց Աստծուն եւ Աստված Հիսուսին օգտագործեց, որպեսզի այդ փրկության ծրագիրը տարածի ամբողջ աշխարհում։ Այնպես որ այդ հրեաների Հիսուսին մերժելը նպաստեց նրան, որ փրկությունը փոխանցվեց, հենց դրա համար ասում են նոր ուխտ, փրկությունը փոխանցվեց ամբողջ աշխարհին, ամբողջ ազգերին, բայց մինչև հիմա Աստված մենակ, մինչև այդ վաղտը Աստված ընտրել էր մենակ իր ժողովրդին։ Հիմա այս պահին էլ ստացվում է, մինչև այս օրը հրեաները չեն ընդունում Աստծո փրկությունը ամբողջապես։ Հիմա ինչա, իսկ Պարսկաստանը, պարսկական ժողովուրդը, իրանք ներկայացնում են բնականաբար մուսուլմանությունը, որը որ Աստծո հետ ընդհանրապես կապ չունի, դա սատանայի կրոնն է։ Հիմա այդ երկու ազգը, որը ոչ մեկը այս պահին Աստծուն ընդունած չի, իրար հետ հակամարտության մեջ են։ Այսինքն իրանք կարծում են, թե մյուսը կարծում է, թե Ալլահն է Աստված, մյուսը կարծում է, թե իրանք Աստծո ժողովուրդն են, Եհովա Աստծո ժողովուրդն են եւ փրկությունը իրանցն է, բայց ոչ իրանցն է, ոչ իրանցն է, ինչ է ստացվում։ Հիմա իրանք հակամարտության մեջ են իրար դեմ, թշնամիներ են,
Բայց մենք ով ենք, եթե մենք որպես քրիստոնյաներ ենք, մենք պիտի որ տարածեինք ավետարանը ամբողջ աշխարհի մեջ, ամբողջ աշխարհին, մենք դա էլ տապալեցինք, հիմա այ դրա համար է այս դատաստանը աշխարհում տեղի ունենում, այ դրա համար է այս ամենը տեղի ունենում, ըստ Աստծո խոսքի, ինչ է ասում Հիսուսի առակը, որ երկնքի արքայությունը նման է նրան, որ մարդը իր արտերումը սերմ էր ցանեց ցորենի, եւ եկավ ժամանակը, որ ծառաները եկան տեսան արտի մեջը որոմ է մեծացել, եւ Հիսուսը ծառաները գնացին, որը որ հրեշտակներն են, գնացին Աստծուն, ասեցին. Տեր, չէ որ դու մենակ ցորեն ես ցանել քո արտումը, այս որոմները որտեղից է։ Աստված ասեց, դա թշնամու ձերքի գործը, թշնամին է սերմանել, երբ որ բոլորը քնած են եղել։ Ծառաները ասեցին, հիմա կամենում ես, որ գնանք այդ որոմները քանդենք։ Աստված ասեց, ոչ, եթե հիմա գնաք քանդեք, այդ լավ սերմերին էլ կվնասեք, թող որ հունցքի ժամանակը գա, այդ բարի սերմերը կքաղենք, կհավաքենք եւ այդ որոմներն էլ բոլորը կհավաքենք եւ կվառենք, կայրվի, դուրս կանենք եւ կայրվի։ Այդպես է լինելու աշխարհի վերջը։ Փաստորեն ինչ է ստացվում, որ Աստված ինչի համար է հիմա համբերում։ Այդ պտուղը որ հասնի, այդ ցորենի հունցքը գա, հունցքի ժամանակը, եւ ինչ որ կատարվում է աշխարհում, այդ որոմները, որ գործում են, ամբողջը դա այրվելու է, Աստված հիմա ում համար է սպասում, հենց այդ բարի սերմը, որ իր պտուղը տա ժամանակին։ Հիմա այս խոսքերը հուշում են, որ մեզ մնում է պատրաստվել Աստծուն դիմավորելու համար։ Եվ այսօրվա հնարավորությունը օգտագործել, որպեսզի մենք Աստծուն հաճելի լինենք։ Այս ամենից ուզում եմ առիթից օգտվել, որ խոսեմ նաև նրա մասին, այլ անցուդարձի մասին, խոսքս կրկնում եմ, որի մասին շատ անգամ եմ ասել, նրանք ովքեր խորհուրդ են տալիս եւ առաջնորդում են մարդկանց, հիմնականում Արցախային է վերաբերում, Հայաստանում բնակչություն հաստատելու համար, ես համարում եմ, որ նրանք մոլորության մեջ են տանում մարդկանց, եթե սուտ առաջնորդներ չեն, գոնե մոլորության մեջ են տանում մարդկանց, որովհետև Աստծո կամքը չի, որ արցախցիները Հայաստանում ապրեն, որովհետև այս տարածաշրջանը Աստծո բարկությունն է գալու, որովհետև Աստծուն չեն ընդունում, հիմա էլ չեն ընդունում, Աստված դատաստան է անելու, և դատաստանը արդեն սկսված է, իսկ թե իրանք ինչի համար են հորդորում, որ արցախայերը մնան Հայաստանում, դա իրանք ավելի լավ կիմանան, պարտադիր չի ես իմանամ, ամեն դեպքում արցախցիներին լավը կամենողը կցանկանում է, որ արցախցիների համար լավը լինի, իսկ թե Հայաստանում արցախցիների համար ինչպես, ոնց, երբ լավ կլինի, անկասկած իրանք դրա մասին չեն խոսում ու չեն էլ խոսելու, թե ինչու հիշեցի, որ ծառը պտղից են ճանաչում, ինչպես որ Հիսուս ավետարանում գրված է, չար ծառը չար ծառին իմանում են իր պտղից և բարի ծառին իմանում են իր պտղից և չար մարդը իր սրտից է չար խորհուրդներ հանում և բարի մարդը իր սրտից բարի պտուղներ է հանում։ Եթե դու
ասում ես, որ Հայաստանում խորհուրդ ես տալիս, որ Արցախցին Հայաստանում ապրի, ինչու չես նկարագրում, ինչպես կարող է Արցախցին Հայաստանում լավ ապրի։ Եթե մարդը չի դա ներկայացնում, բացատրում, մեկնաբանում, ապա ինքը սուտ խոսող է, որովհետև գոնե պիտի ներկայացնի, հասկացնի, թե ինչպես է հնարավոր արցախցիների համար Հայաստանում լավ, այն ժամանակ ինքը ճիշտ խոսող կլինի։ Ես որ տեսնում եմ, քննում եմ, սիրելի հայրենակիցներ, մեզ առաջնորդ չի եղել, որ մարդկանց դեպի լույսը առաջնորդի, դեպի արդարությունը, դեպի խաղաղությունը, դեպի երջանկությունը առաջնորդի, ճշմարտությունը առաջնորդի, դեպի հաղթությունը առաջնորդի։ Ես չեմ տեսնում, որ այդպիսի առաջնորդ, որ մեզ եղած լինի, այսինքն ոչ թե որ չի եղել, ամեն դեպքում չի երևում այդպիսի առաջնորդ։ Ես չեմ համարում, որ չի եղել։ Գիտեք, մարդկանց մեջ չի, որ չկա այդպես առաջնորդ, չի եղել այդպիսի առաջնորդ, անշուշտ եղել է, հարցը մարդկանց մեջ է, պրոբլեմը մարդկանց մեջ է, որ մարդիկ չեն ընտրում այդ առաջնորդին, ճշմարիտ առաջնորդին, որ մարդկանց դեպի լույսն է տանում, դեպի ճշմարտությունն է տանում, դեպի հաղթությունն է տանում, դեպի արդարությունն է տանում։ Խնդիրը մարդկանց մեջ է, մարդիկ չեն ընտրում նմանին, մարդիկ ընտրում են սուտ առաջնորդներին, սուտ վարդապետներին, սուտ լիդերներին, սուտ խոսողներին են մարդիկ ընտրում։ Ահա հետևանքը, սա էլ հետևանքն է, ինչի մեջ մենք որ կանք։ Հենց ամբողջ ավետարանը դրա մասին է, հենց ավետարանը լույս է, հենց ավետարանը բացահայտում է այդ ամենը։ Ինչու է ավետարանը ասում, որ շատերը կգան ոչխարի մորթով, բայց մեջը հափշտակող գայլերեն։ Ես նայում եմ ամբողջովին հափշտակող գայլերին, որ եկել են մեզ ոչխարի մորթով, բայց ներքուստ իրանք գայլեր էին եւ հոշոտեցին հոտը, եւ այսպես էլ եղավ ինչ որ եղավ, այսպես էլ եղավ ցրված հոտ։ Եվ ինչ եք տեսնում, իսկապես որ ցրված է, հիմա չենք հասկանում հայը ով է, Հայաստանը ինչ է, Հայաստանը որտեղ է, հայությունը ինչ է, հիմա այդպես էլ ցրվելու են, գնալու են, անձամբ ես Ռուսաստանում եմ որոշել, որ ապրեմ, իմ տեղը այնտեղ եմ տեսնում, բայց ինչ եմ ասում, ինչա ես ցրվում եմ, շատերը Հայաստանում ես շատ մարդկանց եմ հանդիպել, երբ որ հայտնել եմ, որ ես պիտի Ռուսաստան գնամ, ինձ ասում են, այդպես է ցրվում եք, գնաք, ու այնքան ես խոսակցություններ եմ լսել, բայց երբ որ այդ մարդուն ես անալիզ եմ արել, ասում եմ, ինչ ես հասկանում ինչ է նշանակում ցրվել, ով է ասել ես որ ցրվում եմ, դուք կարող եք մի հատ միաբանության, համախմբության, մի հատ գաղափար ներկայացնել, մի հատ նորմալ բան կարող եք առաջարկել, որ ընդհանրապես մեզ միաբանի, ինչ որ մեկը ունեք, մի հատ համախմբող գործողություն, գաղափար, հոգի ունեք համախմբող, դուք ոնց կարող եք համախմբությունից խոսալ կամ դուք ոնց կարող եք համախմբվել, երբ որ ձեր կյանքը անօրեն կյանք է, երբ որ ձեր խոսածը, ապրածը անպատասխանատու կյանք է, դուք սկզբից գոնե նորմալ ապրեք, ճշմարիտ արդար կյանք ապրեք, կամ ինչ ուզում եք ապրեք, գոնե կարող եք մի հատ համախմբել ու գաղափար ներկայացնել։ 2 տարի չկա, որ Արցախի բռնի տեղահանված եք, 1000 ու մի առաջնորդ է դուրս եկել։ Չգիտենք ինչ է խոսում, ինչ չխոսում, արդարությունից է խոսում, պահանջից է խոսում, թալանը հետ վերադարձնելուց է խոսում։ Ամեն ինչից խոսում են, բայց ուր է միաբանությունը։
Ուր է համախմբումը։ Հենց այդ գայլերի մասին է խոսքը, որ իրանք ոչխարի մորթով գալիս են, բայց իրանք մեջը հափշտակող գայլեր են, ու այդպես էլ ցրված հոտ, նորից ու նորից նույն բանը, չենք հասկանում։ Մեզ պետք չի մի լիդեր լինի, եւ ընդհանրապես հայրենակիցներ, հիմա արդեն այդ լիդերի այդ էֆեկտը արդեն կորած է, որովհետեւ երբ որ մի լիդեր է ալնում, ով որ ասում է, որ մեզ պետք է մի հատ լիդեր, որ մեզ առաջնորդի, 50%-ով ես գոնե դա ինձ համար պարզա, որ դա սուտ մարդ է, դա սուտ խոսող է։ Առաջինը մենք այն ազգը չենք, որ լիդերին ընդունենք։ Մենք լիդեր չսիրող ենք, մենք առաջնորդ չսիրող ենք։ Եվ եթե եղել էլ է, հիմա էլ գոնե այն եղածով մենք կարող ենք հաշվարկ անել, եւ եթե հիմա լինի, միանշանակ նրա ոտը ուտելու են, որովհետեւ դա ռիսկ է, երբ որ մեկը առաջնորդ լինի, դա պատասխանատվության քայլ է։ Դրա համար երբ որ մեկը լիդեր է դառնում, երբ որ մեկը առաջնորդ է դառնում, դրա վրա հարձակումները շատ են։ Դա դժվար է դրան դիմակայել։ Դրա համար պատահական չի, որ միայն եղել է Աստծո որդին Հիսուսը, որ ինքը հասկացել է, որ ինքը մենակ չէ սփրկության ծրագիրը անելու։ Ինքը եթե նախապես աշակերտներ պատրաստած չլինի, երբեք ու երբեք քրիստոնեությունը մեզ հասած չի լինի։ Հենց դրանով եւս Աստծո աննախադեպ երկնային ծրագիրը արտահայտվեց Հիսուսով նրանով, որ նախորդ ինքը աշակերտներ իր տեսակից 12-ը այլ տվյալներով ավելի շատ է 70 կար, Հիսուսի աշակերտների մեջ 70-ը կար, 70-ից ավել, բայց հիմնականում խոսքը 12-ի մասին է, որ անձամբ ինքը ընտրել է իր համար հավանաբար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու համար, փոխանցելու համար։ Նախորդ ինքը մի քանի տեսակ է ստեղծել, որպեսզի սատանան չկարողանա կանգնեցնել, եւ այդպես էլ ասել է, նախորդ ասել է, որ իր խաչելությունից հետո Սուրբ Հոգին իջնելու է հենց այդ եկեղեցու վրա։ Դրա համար եւս սա փաստում է, որ միակ ուղղությունը, միակ ճանապարհը, միակ փրկությունը դա քրիստոնեությունն է, դա քրիստոնեական կապն է։ Եվ այն մարդը, որի առաջնորդության մեջ չկա քրիստոնեական էլեմենտներ, եւ պատահական չի, որ այսօրվա սատանայական գործունեությունը հաջողությունով է առաջ գնում, որ այս սատանայի գործը, իշխանությունը ներկայանում է իբր Աստծո խոսքով շարժվող մարդ։ Խոսքը նրա մասին է, որ երկրի իշխանությունը ներկայացնողը ժամանակ առ ժամանակ Աստվածաշնչի բառերը, խոսքերը ընթերցում, մեջբերում, մեկնաբանում, դա պատահականություն չի, դա սատանայի այդ ժամանակվա փուլն է, մակարդակն է, ինչ մակարդակում, որ մարդկության վրա հարձակվում է, ինչ մակարդակում, որ մարդկությանը գերի է բռնում, դա այդ մակարդակն է, այդ չափանիշն է, որ այս չափանիշի վրա է սատանան աշխատում մարդկությանը գերի դարձնելու, մարդկությանը դիվահարելու համար։ Եվ տեսեք, որ աշխատում է, ինքը մինչև հիմա այդ գործը անում է, ու իր մոտ հաջողում է։ Ահա թե ինչու ինքը լավ իմանում է, որ միայն Աստծո խոսքով է հնարավոր սատանային հաղթել։ Եվ ինքը Աստծո խոսքով մոլորեցնում է մարդկանց։ Ահա թե ինչու միայն Սուրբ Հոգով է հնարավոր սրա դեմը առնել։ Միայն Սուրբ Հոգով է հնարավոր, Սուրբ Հոգու առաջնորդությունով է հնարավոր սատանայի գործերը խափանել, քանդել, բացահայտել։
ասածս ինչա կրկնում եմ առանց այն լիդերը, այն առաջնորդը, այն մարդկանց ուղղություն տվողը, որը որ Աստծուն մտերմանալու, Աստծուն առաջնորդության էլեմենտները չկա, կարելի ասած 100% նա առաջնորդ չի, նա սուտ մոլորեցնողա, խափողա, սուտ մարգայա կամ սուտ լիդերա 100%-ով։ Հիմա որտեղ մնացինք, որ Հիսուսը նախորոք աստվածային ծրագիրը այդպես էլ հայտնվեցավ, որ նախորոք Հիսուսը ինքը մենակ Աստծո արքայությունը չտարածեց, ինքը պատրաստեց աշակերտներ եւ հենց իր աշակերտները տարածեցին քրիստոնեության ավետարանը։ Այնպես որ ինչ է ասածս, ես համաձայն եմ, որ պարտադիր չի մի լիդեր լինի։ Մենք բոլորովս կարող ենք հաղթել, չարի ծրագրերը խափանել մեր ընտանիքների համար, մեր ազգի համար, այս աշխարհի, այս երկրի համար։